Միացյալ Նահանգների պետքարտուղարը Վաշինգտոնում ընդունել է Թուրքիայի արտգործնախարարին։ Ըստ պետքարտուղարության հաղորդագրության Մարկո Ռուբիոն Հական Ֆիդանի հետ հանդիպմանն Անկարային կոչ է արել աջակցել Ուկրաինայում եւ Հարավային Կովկասում խաղաղությանը։ Ռուբիոն նաև ընդգծել է երկկողմ առևտրում գրանցված առաջընթացը, հորդորել ավելի սերտացնել շփումները տնտեսական ոլորտում։ Ըստ պետքարտուղարության նա ընդգծել է համատեղ ուժերով Սիրիայում կայունությունը խթանելու կարևորությունը։ Անդրադարձ է եղել Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի կալանավորումից հետո Թուրքիայում արդեն մեկ շաբաթ շարունակվող բողոքի ակցիաներին։ Մարկո Ռուբիոն անհանգստություն է հայտնել վերջին զարգացումների հետ կապված։ Թուրքիայում բարդ շրջան է, հարկավոր է լինել համբերատար եւ սառնասիրտ, հայտարարել է Ռեջեփ Էրդողանը մեկնաբանելով հակակառավարական ցույցերը։ Մենք չենք տրվել ուսադրանքներին, չենք գնա ճանապարհով, որը կարող է ավարտվել աղետով։ Նրանք փորձում են թաքնվել երիտասարդության մեջքի հետևում, քողարկելու սեփական սխալները, նշել է Թուրքիայի նախագահը։ Նա մեղադրել է ընդդիմությանը փողոցներում ահաբեկչությամբ զբաղվելու համար։ Ստամբուլի քաղաքապետի կալանավորումից հետո Թուրքիայում զանգվածային ցույցեր են, դրանք ուղեկցվում են բախումներով։ Պաշտոնական տվյալով բերման է ենթարկվել 1500 քաղաքացի։ Հիշեցնենք, որ Իմամօղլուն մեղադրվում է կոռուպցիայի, փողերի լվացման եւ ահաբեկչության հետ կապ ունենալու համար։ Ընդդիմության համոզմամբ, սակայն տեղի ունեցածը քաղաքական դրդապատճառներ ունի, քանի որ Իմամօղլուն համարվում է առաջիկա ընտրություններում Ռեջեփ Էրդողանի հիմնական մրցակիցը։ Նաեւ կալանավորումից հետո Էքրեմ Իմամօղլուն հեռացվել է Ստամբուլի քաղաքապետի պաշտոնից։ Հայտնի է, որ քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար է ընտրվել ընդդիմադիր ժողովրդահանրապետական կուսակցության ներկայացուցիչ Նուրի Ասլանը։ Գազայի հատվածում ռազմական գործողությունները շարունակվում են, հայտարարել է Իսրայելի վարչապետը։ Եթե Համասը հրաժարվի ազատ արձակել մեր պատանդներին, մենք ավելի հզոր ճնշում կգործադրենք, նախազգուշացրել է Բենյամին Նեթանյահուն։ Նա հավելել է, իսրայելական ուժերն ավելի շատ տարածքներ կզավթեն եւ այլ բաներ էլ կարվեն, որոնց մասին դեռ չեն բարձրաձայնի, ասել է Նեթանյահուն Քնեսեթում։ Վարչապետը նաև հայտնել է, որ Գազայի հատվածում աննախադեպ երթեր են տեղի ունենում։ Նրա խոսքով մարդիկ ցանկանում են, որ Համասը հեռանա։ ՑՀԼ վերսկսել է Գազայում ռազմական գործողությունները մարտի 18-ին, բացի օդային հարվածներից իրականացվում են ցամաքային գործողություններ։ Հայտնի է խաղաղ բնակչության շրջանում տուժածների մասին։ 2023 թվականի հոկտեմբերից ի վեր զոհերի թիվը հասնում է 50,000-ի, վիրավորներինը 114,000-ի։ Ռուսաստանը եւ Միացյալ Նահանգները Էր-Ռիադում բանակցությունների արդյունքում համաձայնության են եկել ռուսական եւ ուկրաինական օբյեկտների ցանկի շուրջ, որոնք ժամանակավորապես չպետք է ենթարկվեն հարձակումների։ Ըստ Կրեմլի դրանք են նավթի վերամշակման գործարանները, նավթա եւ գազատարները, պոմպակայանները, էլեկտրաէներգիայի արտադրության եւ փոխանցման ենթակառուցվածքները, ատոմակայանները, հիդրոէլեկտրական ամբարտակները։ Ըստ ռուսական կողմի մորատորիումը գործելու է 30 օր, սկսած մարտի 18-ից։ Այն կարող է երկարաձգվել փոխադարձ համաձայնությամբ։ Էներգետիկ մորատորիումը լավ քայլ է առաջ, հարկավոր է շարունակել այս ուղղությամբ ջանքերը, հայտարարել է Կրեմլի խոսնակը։ Միևնույն ժամանակ Ռուսաստանի ՊՆ-ն հայտնել է, որ չնայած ձեռք բերված պայմանավորվածություններին, ուկրաինական ուժերը գիշերը հարվածել են ռուսական էներգետիկ օբյեկտներին։ Ուկրաինական կողմն էլ հայտարարել է, չնայած Մոսկվայի պնդումներին, որ ռուսական ուժերը մարտի 18-ից չեն թիրախավորում Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքը, ուկրաինական կողմը վերջին օրերին առնվազն 8 հարձակում է արձանագրել։ Կիևը մեղադրել է Ռուսաստանին պատերազմը ձգձգելու համար։ Ռուս-ուկրաինական կարգավորմանն է անդրադարձել Դոնալդ Թրամփը, հայտարարել այդ ուղղությամբ լուրջ առաջընթաց է գրանցվել։ ԱՄՆ նախագահը մեկնաբանել է Սև ծովում ուժի կիրառումը բացառելու շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունը եւ հեռանկարը, որ այդ ռեժիմը կարող են վերահսկել ինչպես Միացյալ Նահանգները, այնպես էլ այլ երկրներ, այդ թվում Թուրքիան։ Կա թշնամություն եւ ատելություն, այնպես որ մարդիկ կհետևեն եւ կմիջնորդեն, շեշտել է Թրամփը։ Նա տեղեկացրել է, որ իր վարչակազմն ուսումնասիրում է Սև ծովում հրադադար հաստատելու համար Կրեմլի պայմանները։ Խոսքը 5-ից 6 պայմանի մասին է, մանրամասնել է նա։ ԱՄՆ նախագահը նաև չի բացառել, որ Մոսկվան ձգձգում է հրադադարի համաձայնությունը, սակայն համոզմունք է հայտնել, որ Ռուսաստանը ցանկանում է դադարեցնել պատերազմը։ Վաշինգտոնը Կիևին հազվագյուտ մետաղների մասին նոր մեծ համաձայնագիր է առաջարկում, հայտնել է Վոլոդիմիր Զելենսկին, հավելել, դեռ բոլոր մանրամասներին չի տիրապետում։ Սակայն ատոմակայանների նկատմամբ վերահսկողության մասին խոսք չկա, ասել է նախագահը, շեշտել, Զապորոժիայի ատոմակայանն առանց Ուկրաինայի չի աշխատելու։ Իդեպ ԶԱԵԿ-ի համատեղ կամ առանց Ռուսաստանի շահագործման տարբերակը բացառում է նաև Մոսկվան։ Վոլոդիմիր Զելենսկին մտահոգություն է հայտնել, որ Վաշինգտոնը եւ Մոսկվան քննարկում են ուկրաինական տարածքների հարցն առանց Կիևի։ Նա ընդունել է, որ տարածքների թեման եղել եւ մնում է ռուս-ուկրաինական կարգավորման ամենաբարդ խնդիրներից մեկը։ Դիանա Գասպարյան, լուրեր։